Նյու Յորքում Վենեսուելայի առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը Սիլիա Ֆլորենսին երրորդ անգամ են դատարան տարել։ Կրակագույն բանտային հագուստի պես վառ տրամադրություն չեն ունեցել Մադուրոները։ Տեսախցիկների համար փակ նիստերին հետևող լրագրողները պատմում են, որ պարոն Մադուրոն ընկճված ու կաղալով է մտել դահլիճ։ Նրա կինը նիհարել է։ Մի քանի փաստաբանների ուղեկցությամբ են մեղադրյալի աթոռին նստել Մադուրոները։ Նահանգների օրենսդրության համաձայն Միացյալ Նահանգների դատարանի առաջ կանգնած ցանկացած անձ իրավունք ունի օգտվել դատարանի կողմից նշանակված փաստաբանի ծառայությունից։ Մադուրոները փորձել են համոզել դաշնային դատավորին, որ ճնշում գործադրի Միացյալ Նահանգների կառավարության վրա Վենեսուելայի կառավարության միջոցների դեմ պատժամիջոցները չեղարկելու համար։ Վենեսուելայի կառավարությունը պատրաստ է վճարել, որպեսզի իրենց առաջնորդներն ավելի լավ փաստաբաններ ունենան։ Սակայն Վաշինգտոնը չի ընդունում այդ գումարը։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ կարճվի Մադուրոների գործը ֆինանսական վեճերի պատճառով։ Տասնամյակների փորձ ունեցող դատավոր 92-ամյա Ալվին Հելերշտեյնը սկզբում համաձայնել է, որ ֆինանսական վեճի պատճառով հնարավոր է կարճել գործը, սակայն նա մտափոխվել է ու մերժել փաստաբանների միջնորդությունը, երբ մեղադրող կողմը իր կարծիքն է հայտնել։ Դատախազները համարում են, որ Մադուրոն թալանել է Վենեսուելայի հարստությունները և չպետք է օգտագործի պետական միջոցներն իր դատական ծախսերի համար։ Իսկ Մադուրոների հիմնավորումը, թե անձնական միջոցներ չունեն փաստաբաններին վճարելու համար, չի կարող հիմք դառնալ գործը կարճելու համար։ Չէ՞ որ նրանց պետությունը փաստաբաններ է տրամադրել։ Ոչ միայն չի կարճվել Մադուրոների գործը, այլև թմրամիջոցների կարտելների հետ համագործակցելու մեղադրանքին նորն է ավելացել։ Թրամփի պնդումները, թե Վենեսուելայի առևանգված նախագահն ու նրա կինն են առևանգումներ կազմակերպել ու սպանություններ պատվիրել, տեղ է գտել նրա 25 էջանոց մեղադրանքում։ Իբր Մադուրոները պատվիրել են սպանել թմրանյութերի համար չվճարած մարդկանց։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Չնայած Թրամփը խոստացել է Մադուրոյի գործով արդար դատավարություն կայացնել, նախագահական զույգի դատական նիստից առաջ Կարակասի փողոցներում բողոքի ալիք է բարձրացել։ Սա մեկ մարդու դեմ դատավարություն չէ, այլ ամբողջ ազգի։ Սա դատավարություն է մի ամբողջ երկրի ինքնիշխանության, Վենեսուելայի ու Լատինական Ամերիկայի պատմության դեմ։ Բողոքի ցույցն այս անգամ Մադուրոյի տղան է գլխավորել։ Նիկոլաս Մադուրո Գուերան, որ ազգային ժողովի падգամավոր է, հոր դեմ գործն անօրինական է համարել։ Նրանք ուզում են մեծ հանցագործներ ներկայացնել, բայց սուտ է, լույսը միշտ հաղթում է խավարին։ Դեռ հայտնի չէ, թե երբ է լինելու Մադուրոների գործով հաջորդ դատական նիստը։ Դատավոր Հելերշտեյնը նիստերի դահլիճ պետք է վերադառնա որոշումով, թե արդյոք Միացյալ Նահանգներն է հոգալու Վենեսուելայի նախագահի ու նրա կնոջ փաստաբանների ծախսերը։ Այդուհանդերձ դատավորը նշել է, որ վճարման հարցը չի ազդի գործի վրա։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։